Եորտան քարտից ինչ խորհուրդ ես ձեզ կարող եմ տալ, հա, ընդհանուր, ինչ սխալներից խուսափեք։ Այս քարտը ընդհանրապես ես խորհուրդ կտայի ցուցաբերեք մարդկանց հետ հարաբերություններում հանդուրժողականություն, չշտապեք դատել շրջապատի մարդկանց նույնիսկ իրենց սխալների համար։ Ազատության պահպանում պետք է լինի, այսինքն ինչպես ձեր սեփական, այնպես էլ ուրիշների համար, բացակայելով լիակատար վերահսկողությունից եւ պատժից։ Հետևեք ձեր սեփական կանոններին, չշեղվեք ձեր սահմանված գրաֆիկից եւ ձեր անձնական, սովորույթներից։ Լավագույնը այն կլինի, որ դուք դրական, դրվագների վրա ձեր կյանքի ավելի դրական պետքա կենտրոնանաք, դրական իմաստով, այսինքն բացասական չմտածեք։ Իսկ քաոսի հետ կապված էստեղ, եթե կա այդպիսի իրավիճակներ, դա հենց այնպես չի գալիս, որովհետև դա գալիս է, որպեսզի ձեզ ստիպեն սահմանեք ձեր սեփական կանոնները եւ չլինեք բռնապետ, այլ ինչպես ես ասեցի, ինչպես ճիշտ օգտագործեք 5 թվանշանը։ Իսկ գիտելիքների կամ ձեր էներգիաները օգտագործելու համար այստեղ դուք պետքա ճիշտ դրական իմաստով օգտագործեք այս էներգիան, որպեսզի ձեզ մոտ լինի լավ փոփոխություններ։ Էլ ինչ կարող եմ ասել, ծնողների հետ դուք պետքա շատ լավ լինեք հարաբերություններում, որովհետև այստեղ տիեզերքում իր տեղը ճշգրիտ հասկանալու ունակություն պետք է ունենաք, կանոնները։ Ընդհանրապես նման մարդիկ իրենց կոչումը կարող են գտնել կյանքի վաղ շրջանում, ինչը ձեզ թույլ կարող է տալ կառուցել ձեր կյանքը ներդաշնակության մեջ։ Սա ոսկե միջինն է եւ դրա համար դուք հաճախ կարող եք դառնալ հոգեվոր խորհրդատուներ, ճանաչված վարպետներ եւ ուրիշներին ոգեշնչողներ։ Հասկացաք, իսկ եթե բաներ կան ձեր կյանքում ձեզ դուր չեն գալիս, պետք է հասկանաք, որ նույնիսկ ճշմարտությունը տիրապետելը կարող է ձեզ թույլ չտա, ագրեսիվ գործեք կամ ուրիշներին հակադրեք որոշակի ինչ-որ գործողություններ կամ հաստատեք վերահսկողություն կամ բռնապետություն, որովհետև դուք այդպես բացասականն եք օգտագործում 5 թվանշանի էներգիան, այլ ոչ թե դրականը։ Սովորեք։